Շնորհակալություն պատվարժան դատարան, խնդրեմ փոխանցել դատարանին մեկ օրինակը եւ մեկ օրինակել մեղադրողներին։ Պատվարժան դատարան, ես ըստ էության որպես այդպիսին երկու խումբ միջնորդության մեջ հիշատակված հանգամանքներից հիշատակել էի։ Առաջինը մերձավոր ազգականների, երկրորդը ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ, որը կրկին անորոշ խումբ անձանց մասին չէ խոսքը։ Այնպես է ստացվել ազգային ժողովի պատգամավորների կա հստակ խումբ։ Ազգային ժողովի կայք էջում էլ հրապարակված է։ Կարող եմ ավելի հստակեցնել։ Խոսքը ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցություններում ներգրավված պատգամավորների մասին է։ Դա էլ շատ հստակ սպառիչ խումբ անձինք են, որոնք այս գործի հետ չեն առնչվում։ Պարոն Արտևանյան, անորոշ ձևակերպումը չօգտագործվեց ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ, եւ տպավորություն չլինի, որ դուք ուրիշ բան ենք ասել։ Անորոշ ձևակերպումը օգտագործվեց միայն մերձավոր ազգականների շրջանակը որոշակի դարձնելու տեսանկյունից, եւ դա չէր վերաբերում պատգամավորներին։ Հիմա այդ իմաստով պատվարժան դատարան։ Իդեպ սևով նշվածները ցանկում, որը փոխանցվեց Արթուր Սարգսյանի եղբայրն է, քույրերն են եւ իրենց ընտանիքի անդամներ։ Պատվարժան դատարան բոլոր դեպքերում նաեւ իրավաչափության պայմանների տեսանկյունից, այո, 3 օր է, բայց մենք երբ խոսում էինք ի վերջո վերաքննիչ քրեական դատարանի որոշման էության մասին, ստացվում է այդ իրավաչափության պայմանների նվազումը դեռևս հոկտեմբերին էլ կարող էր վերաբերելի լինել։ Խնդրեմ սա էլ հաշվի առնենք դատարանի կողմից որոշումը կայացնելու շրջանակներում։ Այսքանը շնորհակալություն։ Բարի։ Մեկ-երկու հարց ճշտելու առումով բնակության հասցեն քաղաք Երևան ունեցի փողոց ու տուն, ճիշտ է։ Այո։ Բարի։ Վարորդի մասնակիցներ, որպեսզի մերձավոր ազգականների կապված շատ բան չանենք, չմանրացնենք, ավելի մանրակարգիր։ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 55-րդ կետում մերձավոր ազգական, եթե ուշադիր նայեք, պարզ նշված է ովքեր են համարում մերձավոր ազգականները՝ ծնող, զավակ, որդեգրող, որդեգրված, հարազատ կամ ոչ հարազատ, համահայր, համամայր, եղբայր, քույր, պապ, տատ, թոռ, ամուսին, ամուսնու ծնող, զավակի մանրամասն նշված է։ Պատվարժան դատարան, իմ ամբողջ խնդիրը ինչումն էր, միջնորդությամբ մենք եւ մերձավոր ազգականներին ենք հիշատակում եւ իրենց զավակներին։ Զավակներին, հասկանալ եք։ Սա է, դրա համար ցանկով էլ տվել են կանոն ազգանուն։ Այս ցանկով, որ նշել եք, Հասմիկ Լավրենտի Սարգսյան քույրն է մեղադրյալի, Արմինե Սարգսյան Լավրենտի քույրը, Ավետ Սարգսյան եղբայրը, ճիշտ ենք հասկանում։ Պատվարժան դատարան, քանի որ դատարանը վերաքննիչ քրեական նշել էր, որ համատեղ բնակվող անձանց համար թույլատրելի է, ելնելով այն հանգամանքից, որ Արթուր Սարգսյանի հայրը եւ մայրը բնակվում են այդ հասցեում, երբ Երևանում են գտնվում, առանձին չենք նշել։ Նաեւ կարելի ասել Ավետը Սարգսյան եղբայրը հենց սեփականատերն է հանդիսանում բնակարանի, բայց իր ընտանիքի տեսանկյունից էինք ընդգծում։ Շնորհակալ եմ։ Չկան էլ արտահայտողներ։ Վարորդի մասնակիցներ դատարան լսելով կողմերի կարծիքը որոշեց հետևելը։ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառված այսօրվա դրությամբ արդեն խափան միջոցտնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս 3 ամիս ժամկետով մինչև 2026 թվականի մարտի 8-ը բնակության վայրը Արթուր Լավրենտի Սարգսյանը տնային կալանքը պետք է կրի երամսյա ժամկետ Երևան քաղաքի ունեցի փողոց տուն 8 հասցեում 20 միլիոն դրամը բնականաբար մնում է անփոփոխ վերաքննիչ քրեական դատարանի կողմից դրված այն մնում է անփոփոխ տնային կալանքի ընթացքում Արթուր Լավրենտի Սարգսյանին պետք է արգելել
ունենալ նամակագրության հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտադրության այլ ծառայություններից, այդ թվում փոստային առաքանուց, բացառությամբ ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող փոստային առաքանություններին շփում ունենալ այլ անձանց հետ, բացառությամբ ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների, քրոջ, հոր, մոր, քրոջ, քույրերի, եղբոր ընտանիքի անդամների, բացառությամբ այդ անձանց, բնականաբար, ինչպես նաև պաշտպանների, հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվելու շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմիններ արտակարգ իրավիճակում փրկարար ծառայություններ կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմինի հետ կապ հաստատելու դեպքերի։ Տնային կալանքի մասով բնականաբար հսկողությունը պետք է շարունակվի պրոբացիայի ծառայության կողմից, գրավի գումարի հետ կապված արդեն իսկ դատարանը նշել էր, որ մնում է անփոփոխ։ Այլ անձանց հետ շփումները արգելվելու են։ Սույն որոշումը ստանալուն պես այն կարող է 19 ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարանը։ Ուրեմն եւս մեկ անգամ պարզաբանեմ Արթուր Սարգսյան, հայր, մայր, այս անձանց են վերաբերում շփումները, որ թույլատրել են ձեր հետ, ընտանիքի ձեր հետ բնակվող բնականաբար ընտանիքի համատեղ բնակվող ընտանիքի անդամներին, ձեր քույրերի եւ նրանց ընտանիքի անդամներին ցուցակը նշած է ամբողջովին եղբոր ընտանիքի անդամներին եւ պաշտպան կամ պաշտպանների։ Բարի, սա որոշումն է սույն քրեական գործով մեղադրել Արթուր Լավրենտի Սարգսյանի վերաբերյալ։ Համաձայն չեր լինի, կբողոքարկեք վերաքննիչ քրեական դատարան։